Ղուկաս 24-րդ գլուխ։ Բայց կիրակի օրը առավոտյան շատ վաղ կանայք գերեզման եկան բերելով իրենց պատրաստած խնկերը։ Նրանց հետ եկան եւ ուրիշ կանայք։ Եվ քարը գերեզմանից գլորած գտան, ու ներս մտնելով Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրա, ահա լուսավոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մոտ։ Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսները գետին խոնարեցին, մարդիկ ասացին. Ողջին ինչու եք մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշեք ինչպես խոսեց նա ձեզ հետ, երբ Գալիլեայում էր։ Ասում էր, թե մարդու որդին պետք է մեղավոր մարդկանց ձեռքը մատնվի, խաչվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Եվ նրանք հիշեցին նրա խոսքերը, եւ գերեզմանից վերադարձան ու պատմեցին այս ամենը 11-ին եւ բոլոր մյուսներին։ Եվ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Հակոբոսի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին։ Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին եւ չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ եւ վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ միայն պատանքը կար, եւ գնաց մտքում զարմացած, թե ինչ էր եղել։ Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմավուս էր, եւ որը Երուսաղեմից հեռու էր 60 ասպարեզով։ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ Եվ մինչ նրանք խոսում էին ու վիճում, ինքը Հիսուսը մոտեցավ ու գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը փակ էին նրան չճանաչելու աստիճան, եւ Հիսուսը նրանց ասաց. Այդ ինչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ եւ տրտմացեք։ Նրանցից մեկը, որի անունը Կղիոպաս էր, ասաց նրան. Երուսաղեմում միայն դու ես, որ չես իմացել, թե ինչեր կատարվեցին այնտեղ այս օրերին։ Եվ նրանց հարցրեց. Ինչ։ Եվ նրանք պատասխանեցին. Հիսուս Նազովրեցու հետ պատահածի մասին, որ մարգարե էր հզոր թե գործերով եւ թե խոսքերով, Աստծո եւ ամբողջ ժողովրդի առաջ, եւ թե ինչպես մեր քահանայապետները եւ իշխանավորները նրան մատնեցին մահվան դատաստանի ու խաչը հանեցին նրան։ Մենք ակնկալում էինք, թե նա փրկելու է Իսրայելը, եւ այսքանը բավական չէ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին, մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել եւ նրա մարմինը չէին գտել։ Նրանք եկան եւ ասացին, թե մի տեսիլք էին տեսել, հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թե կենդանի է։ Ապա մեզնից ոմանք գերեզման գնացին եւ գտան այնպես, ինչպես կանայք էին ասել, բայց նրան չտեսան։ Եվ Հիսուսն ասաց նրանց. Ով անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր եւ այնպես մտներ իր փառքի մեջ։ Եվ սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված է իր մասին Սուրբ գրքում։ Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը պատճառ բռնեց, թե ինքը գնալու է ավելի հեռու տեղ։ Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. Մեզ մոտ գիշերիր, որովհետև երեկո է եւ օրն էլ տարաժամել է։ Եվ նա ներս մտավ նրանց հետ այնտեղ գիշերելու։ Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով օրհնեց, կտրեց այն եւ տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։ Եվ նրանք ասացին միմյանց. Մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, եւ ինչպես էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը։ Ապա անմիջապես վեր կացան ու Երուսաղեմ վերադարձան, եւ հավաքված գտան 11-ին եւ նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարություն առավ Տերը եւ երևաց Սիմոնին։ Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թե ինչպես Հիսուսն իրեն ճանաչել էր տվել նրանց հաց կտրելու ժամանակ։ Մինչ նրանք այս էին խոսում, Հիսուսն ինքը եկավ, կանգնեց նրանց մեջ եւ ասաց. Խաղաղություն ձեզ։ Ես եմ, մի վախեցեք։ Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. Ինչու եք խռովված, եւ ինչու ձեր սրտերում դեռ կասկածներ են ծագում։ Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ես եմ։ Շոշափեք ինձ եւ տեսեք,
որովհետև ոգին մարմին եւ ոսկորներ չունի, ինչպես տեսնում եք, ես ունեմ։ Եվ այս ասելով նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու ոտքերը։ Եվ մինչ ուրախությունից չէին հավատում եւ զարմացած էին, ասաց նրանց. Այստեղ ուտելու բան ունեք։ Եվ նրանք խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ տվեցին նրան։ Եվ նա առավ կերավ նրանց առաջ, իսկ մնացածները տվեց նրանց ու ասաց. Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի։ Թե պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ եւ Սաղմոսներում։ Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Սուրբ Գիրքը, եւ ասաց նրանց. Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից, եւ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Եվ այս բաների վկաներն եք դուք։ Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ հոր խոստումը, իսկ դուք նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք։ Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա եւ բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց։ Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից դեպի երկինք վերանալով։ Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին եւ մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ։ Եվ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։